Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ հաջողության հասնելու տարբերակները իհարկե բազմազան են։ Երաժիշտ Վահան Նահապետյանը համոզված է, որ եթե ցանկանում ես հասնել ինչ-որ բանի, պետք է ինքնուրույն քրտնաջան աշխատես։ Գեղեցիկ ու հայտնի կատարումների հեղինակն այսօր երգչուհի Գայանե Թադևոսյանի հետ ներկայանում է նոր տեսահոլովակով։ Եվ այս առիթով մեր տաղավարում են հենց իհարկե երաժիշտ գործիքավորող Վահան Նահապետյանը եւ իհարկե հեղինակ կատարող երգահան Գայանե Թադևոսյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ոնց ենք։ Հրաշալի։ Հրաշալի, ինչ լավ է։ Ունենք նոր աշխատանք կոչվում է Քո գրպանում։ Այո։ Վաու։ Ինչն է, սերն է գրպանում, ինչն է։ Այո, ճիշտ նկատեցիք, քանի որ բոլոր երգերի հիմքում կարծում եմ հենց սերն է ընկած եւ սիրո շնորհիվ են ստեղծվում ամենագեղեցիկ ստեղծագործությունները եւ հակառակը դրա պակասությունից ամենամեծ չարագործությունները եւ երգը հենց դրա մասին է։ Համագործակցության մասին կուզեմ պատմեք մի փոքր։ Համագործակցությունը այսպես չնախատեսված էր։ Ընկերներիցս մեկը պատմեց Գայանեի մասին եւ ուղարկեց իր կատարումներից մեկը Facebook-յան հարթակում տեսանյութեր։ Ես լսեցի ու զարմացա, որովհետեւ ես շատ այսպես դժվար եմ հավանում որևիցե բան։ Շատ դժվար։ Եվ հետաքրքրեց, որոշեցի մի թավշյա նամակ գրեմ Գայանեին եւ ուրախությունից ինձ չբլոկեց եւ պատասխանեց եւ որոշեցինք համագործակցել եւ այս երգը գործիքավորեցի Քո գրպանում շատ ինձ դուր եկավ հետո Գայանեն որոշեց տեսահոլովակ նկարել եւ մենք նաեւ որոշեցինք այսպես ասած շնորհանդես կատարել տեսահոլովակի մի խոսքով արվեստագետին վայել այսպես ճանապարհով եւ հիմա ուզում ենք ներկայացնենք նաեւ հանդիսատեսի դատին։ Իսկ խոսքի երաժշտության հեղինակը։ Խոսքերի երաժշտության հեղինակը, սցենարի հեղինակը, տեսահոլովակի ես եմ ու ես շատ զարմացել էի իրականում որ Վահանը ինձ գրեց, արթնացել էի քնիցս ու որոշում եմ ստուգել թե ինչ է կատարվել վերջին 8 ժամում երբ դեռ քնած էի աշխարհում, տեսնում եմ ինձ գրել է Վահան Նահապետյանը, իրեն դեռևս մանկուց էի ճանաչում ու գիտեի որ աշխատում է հայտնի երաժիշտների հետ ու չեմ հավատում որ ինքն է ճիշտ Եվ երբ ստանում եմ ձայնային հաղորդագրությունը ու հասկանում եմ փաստորեն հավանել է եւ ուզում է մենք աշխատենք, երբ ինձ առաջարկում է համագործակցել, այս երգը շատ կիսատ մնացած հին երգերից էր ու չէի կարողանում տարիներ շարունակ ավարտել, ընդամենը 1 ժամում ավարտում եմ եւ անցնում ենք աշխատանքի, այո։ Եկել էր երգի ժամը։ Մոտիվացիան էր պետք։ Դե ես առաջարկում դիտենք այս բանի տեսահոլովակը, հետո արդեն շարունակենք զրույցը մեր։
հանգիստ գնի քո գրպանում քո Դու կարող ես տխրությունը քո քամել իմ բաժակում Շնորհավորում ենք։ Հետաքրքիր է ռոքային մոտեցումը ի սկզբանե էր երգում, թե Վահանի առաջարկներ։ Իրականում գործիքավորման ժամանակ ես եմ Վահանին ստիպել, որպեսզի իմ ուզած գործիքները անպայման լինի։ Խանգարում էր։ Այո, Շատ է խանգարում։ վարկյանը վարկյանի վրա աշխատել ենք միասին։ Ինքը պնդում էր, որ պետք է ագրեսիվ լինի, հատկապես կրկներքի մասը, եւ մենք, այսպես ասած, փորձեցինք համաձայնության գալ, տան հատվածը պետք է լիներ հանգիստ, դա իմ, այսպես ասած, պահանջն էր, իր պահանջն էր, որ պետք է ռոք լիներ ինչ որ չափով։ Մի խոսքով մի կերպ բարիշեցինք իրար հետ, երգը իրականացրեցինք, բայց մենք կանգ չենք առնելու, ուզում ենք շարունակենք նաև մյուս երգերը, ավելի հետաքրքիր ինչ որ մոտեցումներ, բայց ես միշտ ասել եմ Գայանեի մեջ կա հետաքրքիր ինչ որ առանձնահատկություն, երաժշտական մտածողություն կա։ Այո, հետո ձայնի մեջ կա շատ հետաքրքիր։ Ես իրան Էնյայի հետ եմ համեմատել, ասել եմ շատ մոտ է Էնյային, քո մտածողությունը, կատարումը, նույնիսկ ձայնի գույները նման են։ Էնյայից ոչ մի բան չկար, բայց Չէ, այստեղ չկար Էնյայից ոչ բան, բայց ես Գայանեին փոքրիկ անհամաձայնեց։ Գայանեին բավականին լավ ուսումնասիրել եմ այդ առումով, իր մեջ կա այդ մտածողությունը։ Չգիտեմ, երևի Էնյա, չգիտեմ ինչքանով կսիրի Էնյայի կատարումները, բայց իսկապես այդ մեդիտացիան կա իր ձայնի մեջ։ Գանը եւ գրում եք երգը այդ ռոքային տրամադրությունը ներսի այդ ինչ փոթորկումների արդյունք է եւ ինչու եք ուզում որ հենց այդ երանգը երգի մեջ լինի։ Ինչպես վահանացած ագրեսիվություն։ Դե ոչ այնքան ագրեսիվություն, ես ռոքի սիրահար եմ իրականում, փոփ ռոքի սիրահար, շատ ծանր ռոք, այդքան էլ չեմ սիրում, ու այս երգը ի սկզբանե գրելիս հենց այդպես էլ պատկերացնում էի, այսինքն այն դրայվը, որ ուզում էի տալ երգին, միայն այդ տարբերակով կարող էր ստացվել, ու երգը ընդհանրապես իմ ապրումների մասին էր, երբ ես ինչ որ կարևոր ասելիք եմ ունենում, անմիջապես ինձ հյուր է գալիս երգը, երաժշտությունը, բառերը, այդպես փորձել եմ իմ մտքերն արտահայտել։ Ահա, հիանալի է, Վահան, քեզ շատ լավ ճանաչելով, գիտեմ, որ աշխատել ես բավականին շատ արտիստների հետ եւ ամեն անգամ ամեն մի մոտեցումը երգին, հա, սա ոչ միայն արտիստի, ինչպես հասկացանք, ներքին, հա, զգացմունքներն են, հուզմունքներն են, նաեւ արդեն գործիքավորողը տալիս է իրենը։ Այս դեպքում պարզապես գործիքավորող չի, այլ երաժշտություն, երաժշտությունից հասկացող մարդ։ Այս աշխատանքին մոտենալը քեզ համար ինչ էր։ Ինչ տվեց քեզ այս ամենը, որ հետո արդեն ցանկություն եղավ շարունակելու։ Գիտեք, սա կարելի ասել առաջի դեպքն էր, որ ես ինքս առաջարկեցի գործիքավորել։ Իսկ այդպես շատ է լինում։ Առաջի դեպքներ։ Գայանեն այս առումով առաջինն էր, որ ես ինքս եմ քայլ կատարել իր երգը գործիքավորելու համար։ Եվ ինձ նաև դուր էր գալիս, չնայած ինչքան էլ որ մենք վիճում էինք, բայց դուր էր գալիս, որ ինքը ճիշտ խորհուրդներ էր տալիս, ճիշտ մեկնաբանություն էր տալիս, ինչ է ուզում։ Այսինքն իր պատկերացումները շատ այսպես մոտ են գործիքավորողների պատկերացումներին եւ ճիշտ է դժվար էր շատ իրեն, շատ այսպես չենք կարողանում իրար համոզել։ Իր համար հաստատ դժվար էր։ Ես այսպես ասեմ, երբ որ ավարտեցի, ոնց էի ուրախացել։ Իրականում ես շատ ուզում էի, որ ամեն բան ստացվեր իմ ուզածով, բայց Վահանը իհարկե հասկանում էր, որն է ավելի պրոֆեսիոնալ, որը ոչ։ Բարեբախտաբար Վահանը բավականին հասկացող ու շատ լավ է, երբ աշխատում ես հենց պրոֆեսիոնալի հետ, ինքը քեզ պրոֆեսիոնալ խորհուրդներ է տալիս, ասում է ինչը լավ կլինի, ինչը վատ կլինի, ու երբ մենք աշխատում ենք, ես սկսեցի փոքրինչ նախանձել Վահանի բարությանն ու համբերատարությանը, որովհետև ճիշտ է ասում, ինձ հետ աշխատելը այդքան էլ հեշտ չէր, ամենայն դեպս
գործիքները հատ-հատ ես ընտրել եմ, ասել եմ այստեղ այսպես եմ ուզում եմ այնտեղ այնպես ու ինքը սենց համբերատար առանց կռվելու, Խելոք, համբերատար, Ման դուք հաստատ ուզում եք շարունակել համագործակցությունը։ ճիշտ ասած, բայց Ես համոզված եմ, որ հաջորդ աշխատանքներն էլ շատ լավն են դինելու, որտեղ երկու տաղանդավոր մարդիկ են հավաքվել ու գեղեցիկ աշխատանքների շարունակություն է պետք։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջովանի Սափոր Սպիտակ Ջորգինին, որպեսզի ISM-ի հաղթանակը նշեք ու հետո անցնենք առաջ հաջորդ հաղթանակների համար։ շնորհակալ եմ։ Եվ քանի որ ստեղծագործ մարդիկ եք եւ էմոցիաներ եք նվիրում երաժշտության հետ մեկտեղ, ուզում եմ ձեզ նվիրել եւս էմոցիաներ մեր կողմից։ Խոսքը արև բացիկների մասին է, որոնց մեջ ներառված են հայտնի երգերից ու բանաստեղծություններից ֆրազներ, որոնք հատուկ հենց նախատեսված են միմյանց էմոցիաներ տալու համար։ Մեկը իհարկե Դուրյանի խոսքերով են՝ դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո, իմ երազը երազանքը քո, իսկ մյուսը Սայաթնովա, չկա քիզի նման, քիզ նման, դունիս աննման։ Վահան, քեզ նվիրեմ Սայաթնովան, որպեսզի դու Մենք հաճախ յուր կգանք այդ այսպես նվերներ։ Եվ իհարկե ձեզ էլ սիրով նվիրում եմ հենց Շատ այս շնորհակալ խոսքերը, եմ։ նվիրեք այս բացիկները ձեզ համար շատ կարևոր ու հարազատ մարդկանց Դե էմոցիաների սա հետ։ շատ խորհրդանշական նվեր է, որովհետև ես Դուրյանի խոսքերով երգ ունեմ գրված, ամբողջապես միայն իմ ձայնով գործիքավորած ու Դուրյանն ինձ համար շատ հարազատ հեղինակ է։ Բրավո, շնորհակալ ենք շատ դե։ Մեծ հաջողություններ ենք մաղթում եւ համագործակցությունը թող իսկապես Այո։ երկարատև Շատ լինի։ շնորհակալ եմ։ Առաջինն է դժվար, հետո ավելի հեշտ կլինի։ Այո, Կարևորը հետոյի ցանկությունը կա արդեն։ Այո։ Եվ հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։